Շնորհակալություն, եթե ես ճիշտ հասկացա, պարոն Եղոյան, ձեր խոսքից Ադրբեջանը շարունակում է չպատասխանել Երևանի առաջարկին օր առաջ ստորագրել խաղաղության պայմանագիրը, Երևանը տեղի եւ ժամի ակնկալիք ունի, հա, օր առաջ ստորագրելու։ Եվ եթե Բաքուն չի ընդունում, շարունակում է նախապայմանները, ինչ է անելու Երևանը, իմ հարցը հետեւյալն է, պետք է սկսի բանակցություններ արդեն պայմանների շուրջ։ Այս պահին խնդրում եմ ձեր տեսակետը եւ երկրորդ հարցս դուք ասացիք, որ մենք տեսնում ենք ինչպես է միջազգային հանրությունը արձագանքում։ Դուք բավարար եք համարում միջազգային հանրության ողջունող հայտարարությունները, թե կարծում եք, որ այն պետք է հասցեական լինի այս պահին Ադրբեջանին կոչ անելով, որպեսզի գա նստի սեղանի շուրջ եւ արդեն բանակցված 3 տարի բանակցված փաստաթուղթը ստորագրի։ Բավարար են ձեզ համար միջազգային հանրության հայտարարությունները։ Նախ նույնիսկ միայն ողջունող հայտարարությունները շատ կարևոր են, բայց այնտեղ ոչ միայն ուղղակիորեն ողջունող հայտարարություններ էին, բազմաթիվ պետություններ նաև հասցեական նշել են, դուք օրինակ հիշում եք ԱՄՆ անվտանգության հարցերով խորհրդական պարոն Վոլցի հայտարարությունը այն մասին, որ ռազմագերիների հարցն էլ պետք է հասցեագրվի, սա էլ շատ կարևոր էր եւ ըստ էության հասկանալի է, որ սա ուղղված էր Ադրբեջանին, Եվրոպական միության մի շարք երկրներ էլի հասցեական հայտարարություններ, մեկը շատ ուղղակի տեքստով, մեկը որոշակիորեն անուղղակի ձևակերպմամբ հասկացնել կամ ասել էին, որ գնդակը Ադրբեջանի դաշտում է, բայց ես նաեւ կառաջարկեի չթերագնահատել ուղղակի ողջունող հայտարարությունները, որովհետեւ եթե ուղղակի ողջունող հայտարարություն կա, դա նշանակում է, որ այս հարցը գտնվում է իրենց ռադարում, իրենց տեսադաշտում գտնվում է, իսկ հարցի նկատմամբ ուշադրությունը ինքը արդեն իսկ ստաբիլացնող, հանդարտեցնող գործոն է միջազգային ուշադրությունը, որի մեջ իհարկե ամեն պետություն կախված իր վերաբերմունքից, տարածաշրջանին, կախված մեր հարաբերություններից եւ կախված իր հետաքրքրություններից կարող է շեշտադրումները մի քիչ այսպես կամ մի քիչ այնպես դնել։ Այս պահին ես կասեի, որ հայտարարությունները այո, մեզ ընդհանուր առմամբ իրենց ծավալի մեջ այո, մեզ բավարարում են այս պահին, բայց եթե Ադրբեջանի այս մոտեցումները շարունակվեն, մենք նաև կակնկալեինք ահա այս մոտեցումների վերաբերյալ հավելյալ տեսակետներ միջազգային հանրության, հատկապես խոշոր դերակատարների կողմից, դա շատ կարևոր կլիներ հասկանալու համար ընդհանրապես իրադրությունը այս հարցի շուրջ եւ վերաբերմունքը այս հարցին։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի առաջ քաշած նախապայմաններին։ Տեսեք, այնտեղ քանի որ Ադրբեջանը շատ հարցերի մասին է խոսում, բազմաթիվ հարցերի մասին է խոսում, այնտեղ կան հարցեր, որոնք բազմիցս քննարկվել են։ Օրինակ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջապակման հարցը, վարչապետը մի ամբողջ հոդված է գրել դրա մասին։ Մենք դրա վերաբերյալ առանձին մի առաջարկ ենք ուղարկել Ադրբեջանին, որի վերաբերյալ պատասխանը դեռ չենք ստացել։ Այսինքն այդպես ընդհանուր, երբ որ դուք ընդհանուր եք ասում առանձին քննարկվելու է թե չէ, կան հարցեր, որոնց հիմա էլ քննարկվում են։ Բայց ոչ թե որպես նախապայման իրենց կողմից պայմանագրի ստորագրման, այլ հարց, որը մեր երկկողմ քննարկումների դաշտում գտնվում է։ Պարոն Եղոյան, երբ հայտարարեց Բաքուն, որ համաձայնությունը տեղի է ունեցել, պայմանագրի նախագիծը ամբողջությամբ համաձայնեցված է, անմիջապես էլ 2 նախապայմանից խոսեց՝ սահմանադրություն փոխել, Հայաստանի սահմանադրության փոփոխություն եւ Մինսկի խմբի լուծարում։ Եվ հիմա անընդհատ ի պատասխան Հայաստանի հայտարարությունների, պարոն Եղոյան, որ օր առաջ ասեք տեղ եւ վայր, Բաքուն հայտարարում է, որ մինչեւ նախապայմանները Հայաստանը չկատարի, օր առաջ սահմանադրություն չփոխի եւ Մինսկի խմբի լուծարման գործընթացով չգնա, պայմանագրի ստորագրում չի լինի։ Ես այս նախապայմանները նկատի ունեին, որ անմիջապես հետո Բաքուն, այո, որովհետև անմիջապես հետո Բաքուն դրա մասին խոսեց, որ դա է պայմանը ստորագրման, հա։ Եթե իմ հարցը հետեւյալն էր վերաբերում, եթե Բաքուն շարունակում է չարձագանքել Հայաստանից պայմանագիրը օր առաջ ստորագրելու առաջարկին, հա, Հայաստանը ինչ է անում, ձեր պլան B-ն, այսպես ասած, որն է, դուք պատրաստ եք այդ նախապայմանների շուրջ նստել բանակցությունների։ Տեսեք, Տիկին Բեդևյան, այստեղ էլի շատ կարևոր է ձևակերպումը։ Դիցուք օրինակ Մինսկի խմբի մասին, եթե մենք խոսում ենք, դուք դա ձևակերպում եք այնպես, ինչպես իրենք են ձևակերպում։ Դուք այնպես ինչպես հարցը կա,
բովանդակային առումով Մինսկի խումբը ստեղծվել է շատ կոնկրետ ժամանակահատվածում, շատ կոնկրետ հարց հասցեագրելու համար։ Մինսկի խմբի մասին մենք էլ ենք նախկինում խոսել, մինչև իրենց խոսելը։ Այսինքն, եթե մենք կնքում ենք խաղաղության պայմանագիր, որը լուծում է այն հարցերը, որոնք մեր միջև կային, եւ եթե արկա այլևս որևէ կոնֆլիկտ ըստ խաղաղության պայմանագրի մեր մեջ չի մնում, բնականաբար նաև Մինսկի խմբի հարցն էլ շատ օրակարգային է դառնում, բայց այստեղ Մինսկի խմբի հարցը միայն Հայաստանից չի կախված։ Դա մի ընթացակարգ է, որը ունի իր նրբությունները, բայց դա վարչապետն էլ ասել է, որ դա քննարկման առարկա է, այսինքն այդտեղ Մինսկի խմբի հարցում տաբուներ չկան, հարցն այն է, թե երբ, ոնց, ինչպես, սրա մեջ է հարցը։ Սահմանադրության հետ կապված վարչապետը այդ մասին էլ երեք առաջին օրը խոսեց ազգային ժողովում, եւ դա մի հարց է, որը մենք ընդհանրապես ինքներս մեզ պիտի տանք, էլի անկախ նրանից, ես կրկնում եմ, ես այն օրը արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում էլ սա ասեցի, որ մենք հարցերը չպետք է դիտարկենք Ադրբեջանի պահանջների կոնտեքստում, մենք հարցը պետք է դիտարկենք ինքն իր մեջ, այսինքն եթե դիցուկ մենք քննարկում ենք, պիտի այս քայլը անենք, թե չպիտի անենք, չպիտի նայենք, թե Ադրբեջանը, այսինքն ոչ առաջին հերթին պիտի նայենք, թե Ադրբեջանը ինչ դիրքորոշում ունի իր վերաբերյալ, մենք պիտի նայենք այդ հարցը մեզ ինչպես է ձեռնտու լուծել, անկախ Ադրբեջանի դիրքորոշումից, նորից եմ ասում, ես օրինակ բերեցի բանի, հիմա էլի կասեմ, մի անգամ էլ ասեմ, Սևանա լճի մակարդակ, ես ինքս եմ մտածել, հա, պատկերացրեք դիցուկ վաղը ասի, ես պահանջում եմ, որ Հայաստանը բան անի, Սևանա լճի մակարդակը բարձրացնի, որ Արաքս գետում ջրերը շատանան եւ իրենք ասեն, որ իրենք իրենց դաշտերը ջրեն։ Մենք ինչ պետքա գնանք, ասենք, չէ, մենք հիմա Սևանի ջրի մակարդակը իջացնում ենք ձերին ադու։ Իհարկե, դες բան չենք ասելու, չէ։ Այսինքն մենք հարցը պետքա դիտարկենք ինքն իր մեջ, մեզ ինչա պետք։ Ոչ թե այն կոնտեքստում, թե իրանց ինչա պետք եւ մենք ինչպես ենք վերաբերվում իրենց ասածին, այլ ինչպես ենք վերաբերվում մեզ վերաբերող այս կամ այն հարցին եւ սահմանադրությունը ընդհանրապես սահմանադրական բարեփոխումների մասին ես ուզեմ հիշեցնել վարչապետը խոսել է 20 թվականի հունիսին, եթե չեմ սխալվում, բայց հաստատ պատերազմից առաջ էր։ Ամիսը կարող է սխալվեմ, բայց հաստատ 20 թվականի սեպտեմբերից առաջ էր։ Եվ ասել է, որ մենք ունենք այսպես ժողովրդի կողմից համընդհանուր քվեով, առանց կասկածի դրական քվեով հաստատված սահմանադրության կարիք, որովհետև նախորդ երկու փոփոխությունները ունեցել էին խնդիրներ, գիտեք եւ այլ, այս հարցը եղել է մեր օրակարգում։ Հիմա եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, եթե իրենք այդ հարցը այդքան շատ բարձրացնում են, ես արդեն իմ մեջ կասկած կա, եթե ոչ վստահություն, որ իրենք են ցանկանում են խանգարել այդ գործընթացին։ Իմանալով թե ինչպիսին է լինելու այստեղ արձագանքը, իրենք ցանկանում են խանգարել այդ գործընթացին, ոչ թե ցանկանում են, որ իրենց ասածը լինի, այլ ցանկանում են, որ իրենց ասածը չլինի։ Ինչքան էլ դա կարող է հիմա շատերին տարօրինակ թվալ, բայց միշտ չի որ մարդը ասում է նրա համար, որ իր ասածը լինի։ Հաճախ մարդը իմանալով դիմացինի ռեակցիան կարող է ասի բան, որ դա տեղի չունենա, եւ ինքը հիմք ունենա ասում դե տեղի չունեցավ։ Եթե իրան դա իսկապես պետք լիներ, ինքը լրիվ այլ ձև կվարվեր, ոչ թե այդպես կասել, որ դուք էլ գայիք, հարցնեիք, ես էլ այստեղից պատասխանեի, եւ դա դառնար մեր մոտ քննարկման թեմա, թե ինչ է Ադրբեջանը։ Ան Եղան, Ադրբեջանը կոնկրետ Գելի Աստղիկ Բեդևյան, շնորհակալություն։ Հարգելի լրագրողներ, խնդրում եմ լռություն, խնդրեմ կարող ենք սկսել։ Հարգելի գործընկերներ,